Նախարարության ձևավորումից սկսած չենք շեղվել մեր հիմնական նպատակներից, բայց ամեն քայլն իրականացնելով բացահայտել ենք նոր շերտեր, սահմանել նորանոր ուղենիշներ, դրանով իսկ ավելի ամրացնելով հաջողության պատմություններ ունենալու մեր ձգտումը։ Սիրելի քաղաքացիներ, ներկայացնելով իմ որպես ներքին գործերի նախարար պաշտոնավարման 1 տարում իրականացված գործունեությունը, պետք է նշեմ, որ բարդ և բազմաշերտ մարտահրավերներ ենք հասցեագրել, ծավալուն և համակողմանի աշխատանքներ ենք իրականացրել։ Ներքին գործերի նախարարությունը նոր է։ Այն հանրապետության վարչապետի քաղաքական հանձնառության արտահայտումն է և համատեղ ջանքերով կյանքի կոչումը։ Նախարարության ինստիտուցիոնալ կայացման գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Մենք կառուցում ենք ներսից ամուր մշակույթ և ընդհանուր արժեքային դաշտ ունեցող համակարգ, համահունչ առաջնահերթություններով և գործելավոճով։ Մեր գործունեությունը ներառում է ոլորտներ, որոնք ուղղված են Հայաստանի ողջ հասարակությանը, բոլոր շերտերին, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, լեզվից, կրոնից և մշակույթից։ Նախարարությունը գործում է անընդհատ, 24 ժամ, տարվա բոլոր օրերին։ Սա մեր աշխատանքի օպերատիվ, ամենօրյա կողմն է, բայց միևնույն ժամանակ նախարարության ձևավորումը շատ ավելի լայն համատեքստ ունի։ Մենք կառուցում ենք այն կայուն ենթակառուցվածքը, որը ձևավորում է Հայաստանի ներքին անվտանգության և հանրային ծառայությունների նոր մակարդակը երկարաժամկետ հեռանկարում։ Ձևավորում ենք վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այնպես էլ համակարգի ծառայողը, որտեղ փոփոխությունները իրական ազդեցություն ունեն հենց նրանց կյանքի վրա։ Իմ համոզմամբ հաջողելու առանցքը գերատեսչության մարդկային կապիտալն է։ Համակարգն ամենալայն ներկայացվածությունն ունի հանրապետությունում, ամենամեծ թվով աշխատակիցներ ունեցող մարմիններից է, և կառավարման առումով այստեղ պահանջվում են ճկուն, թվային ու թափանցիկ լուծումներ, բայց միաժամանակ պատասխանատվություն և հոգատարություն սեփական աշխատակազմի նկատմամբ, արժանապատիվ աշխատանքային պայմանների, ծառայողների հոգեբանական աջակցության հնարավորության և դիմակայունության ամրապնդման այլ մեխանիզմների ներդրմամբ, կարիերային աճի արդար և իրական հնարավորություններով, ընտանիքահեն և մարդակենտրոն մոտեցումների հաշվառմամբ։ Մենք այսպիսի միջավայր ձևավորելու ճանապարհին ենք։ Այս համատեքստում ձևավորել ենք ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը, որի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է։ Կրթահամալիրն այլևս գործում է քաղաքացիական կառավարմամբ։ Հրավիրյալ դասախոսների ներգրավման հնարավորությունը մեծացրել ենք, ստեղծելով գրավիչ պայմաններ և նպաստելով կրթահամալիրի թարմ շնչառությանը։ Ընթացիկ աշխատանքներով վերանորոգվել են կրթահամալիրի մասնաշենքեր, կահավորվել են լսարաններ, բայց մեր պլանը երկարաժամկետում կրթահամալիրը ակադեմիական քաղաքի միջավայրում ինտեգրելն է։ Միաժամանակ ռազմավարական տեսլականը կրթահամալիրը որպես հետազոտական հաբ զարգացնելն է։ Պետք է հստակ գիտակցենք, որ նեղ մասնագիտացված կրթահամալիրում կրթությունը չի կարող լինել պարզապես լավ ավանդույթի շարունակություն։ Այն պետք է կապակցված լինի ՆԳՆ ծառայողի մարտահրավերներին, հենվի նրա իրական կարիքների վրա։ Կարևորում եմ այն, որ նոր ձևավորված կրթահամալիրը ոչ միայն նոր ուսումնական հաստատություն է, այլև խորհրդանշում է անցումը կրթական ամբողջովին նոր մոտեցման, որում շեշտը դրված է ինտերակտիվ կրթության վրա, ընդգրկում է հոգեբանական ու տակտիկական պատրաստվածություն, մշակութային բազմազանության ընկալում, հաղորդակցության և խնդիրների լուծման կարողություններ։ Ապագա ծառայողը առավելագույնս պետք է պատրաստ լինի ծառայության անցնելուն։ Այսօր կրթահամալիրն օրինակ բարեկային ծառայողների կրթության ընթացքում կազմակերպում է սցենարների վրա հիմնված վերապատրաստումներ։ Խաղարկվող սցենարների թեմատիկան որոշվում է բարեկային ծառայողների ծառայության ընթացքում առավել հաճախ հանդիպող իրական և տիպային միջադեպերի վրա։ Ապագա բարեկները գնահատվում են ոչ միայն իրենց լիազորությունների իմացության տեսանկյունից, այլև դրանց իրականացման շրջանակում ճիշտ մարտավարություն կիրառելու և քաղաքացիների հետ շփման տեսանկյունից։ Ձևավորել ենք նաև էլեկտրոնային սիմուլյացիոն հրաձգարան հագեցած վիրտուալ իրականության գործիքներով, ինչը ուսուցումը դարձնում է առավել ինտերակտիվ և մասնակցային։ Այն թույլ է տալիս ստուգել տարբեր իրավիճակներում ոստիկանության ծառայողների կողմից հրազանի գործադրման իրավաչափության պայմանների պահպանումը, թիրախի խոցման ճշգրտումը։
Մենք մոդելավորում ենք օրինակ բնակարանում ընտանեկան բռնության, ավազակային հարձակման, խուլիգանության եւ նման այլ իրավիճակներ, որոնցում սովորողը պետք է ճիշտ կողմնորոշվի եւ ցուցաբերի իրավաչափ ու մարտավարական տեսանկյունից գրագետ վարքագիծ։ Իրականացվում են էքստրեմալ ավտովարման դասընթացներ։ Ապագա ծառայողներն անցնում են նաեւ պրակտիկա, ծառայության դուրս գալով գործող բարեկների հետ։ Մեկ տարվա ընթացքում ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում է անցել ավելի քան 10,000 ոստիկանության ծառայող, 300 փրկարար ծառայող, տարբեր պետական մարմինների ավելի քան 2000 աշխատակից, քաղաքացիական ծառայողներ։ Այսպիսի ծավալ երբեք ՆԳՆ համակարգը չի սպասարկել։ Եվ հենց սա է մեր պատկերացրած էկոհամակարգը մարդկային ռեսուրսների արժանիքահեն կառավարում իրականացնելու առումով։ Կատարողականի հիման վրա վերապատրաստում, վերապատրաստման արդյունքներով առաջխաղացում։ Մեկ տարվա ընթացքում շարունակել ենք ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը։ Այսօր արդեն գործում են ոստիկանության բոլոր 4 հենասյունային ուղղությունները, ինչը նշանակում է, որ համակարգը լիարժեք անցել է նոր կառավարման մոդելի։ Մեր նպատակը այդ մոդելի ամբողջ պոտենցիալի կիրառումն է լինելու։ Նոյեմբերի 1-ին գործարկվեց 4-րդ եւ վերջին հենասյունային ուղղությունը՝ ոստիկանության գվարդիան։ Այն համալրված է ամբողջովին նոր, ժամանակակից տեխնիկայով, ունի արդիականացված կինոլոգիական կարողություններ եւ մասնագիտական ծավալուն վերապատրաստում անցած անձնակազմ։ Գվարդիայի հիմնական առաքելությունն է հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության ապահովումը, որպես հանրային անվտանգության նոր երաշխավոր։ Գվարդիայի գործարկման շրջանակում առաջին անգամ մշակվել եւ ներդրվել են ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտ գործառնական ընթացակարգերը, որոնք պարտադիր են ոչ միայն Գվարդիայի, այլև ոստիկանության բոլոր ծառայողների համար։ Ստանդարտ գործառնական ընթացակարգերը սահմանում են հստակ կանոններ, որոնց շնորհիվ ոստիկանը ճշգրիտ գիտի, որ իրավիճակում, ինչ չափով եւ ինչ տեսակի ուժային միջոցի գործադրումն է թույլատրելի, ինչն ապահովում է հստակություն ծառայողների համար եւ երաշխավորում է քաղաքացու իրավունքների ավելի լավ պաշտպանություն։ Իհարկե, այստեղ կարևոր դեր ունի ոստիկանի օպերատիվ գնահատման կարողությունը։ Այս ստանդարտը պետք է այնքան կիրառվի, մինչև դառնա մարմնի հիշողության մաս։ Հասկանում եմ, որ մեր ծառայողների հետ ստանդարտների հաստատմամբ նոր մարտահրավեր ենք ընդունել, որովհետև մեկ օրում չես կարող ձևափոխել տարիների պրակտիկան։ Գվարդիան պետք է գործի ամբողջովին նոր մեթոդներով, ստանդարտներով ու մշակույթով։ Այդ մշակույթի ձևավորումն ու կայուն ամրապնդումը հեշտ չեն, սակայն մենք ստանձնել ենք այս հանձնառությունը, ստեղծելով ուսուցման, վերահսկման եւ շարունակական զարգացման համակարգ, որը փոփոխությունները կդարձնի աշխատանքի անբաժանելի մաս։ Ուզում եմ ուրախությամբ նաև կիսվել, որ գործունեության առաջին օրերից սկսած Գվարդիան արդեն իսկ նոր արդյունքներ ունի, բացահայտելով նաև հանցագործություններ։ Հետևողականորեն շարունակել ենք բարեկային ծառայության ինստիտուցիոնալ կայացման եւ կարողությունների զարգացման գործընթացը։ Այս տարի բարեկային ծառայության վարչակազմը, Երևանի գունդը եւ օպերատիվ կառավարման կենտրոնը տեղափոխվել են նոր վարչական համալիր։ Շենքը հագեցած է նաև ժամանակակից մարզահամալիրով, հրաձգարանով, ձեռք են բերվել նոր էլեկտրոմոբիլներ, կրծքին եւ մեքենային ամրացվող տեսահասկման նոր համակարգ, արհեստական բանականությամբ ղեկավարվող անօդաչու թռչող սարքեր։ Բարեկային ծառայողների համար վերապատրաստումները պարտադիր են դարձել արդեն տարեկան կտրվածքով։ Սա լավ հնարավորություն է տալիս մեր ծառայողներին տարվա ընթացքում գույքագրած խնդիրների վրա աշխատել եւ լավարկել աշխատանքը։ Միաժամանակ նոր ծառայողների մուտքը ծառայություն ուղեկցելու համար պիլոտավորվել է նոր ծրագիր, որով ավելի փորձառու ծառայողները տեղում մենթորությամբ առաջնորդում են նրանց աշխատանքը։ Վերջին 1 տարվա ընթացքում ծառայությունը էական արդյունքներ է գրանցել։ Հայտնաբերվել եւ բացահայտվել է ավելի քան 11000 հանցագործություն, ինչը զգալի կշիռ ունի ընդհանուր պատկերում։ Ջրային պարեկները մեծ աշխատանք են կատարել Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ,
հայտնաբերել ապոնի ձկնորսության դեպքեր, ապահովել ամառային սեզոնին հանգստացողների անվտանգությունը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով նպատակն իհարկե անվտանգային մշակույթի ապահովումն է, որին պետք է ձգտենք բոլորս։ Զուգահեռ մեր պարեկների զգոնությունը պետք է ապահովի հատկապես զոհերի թվի նվազում։ Մենք տեսնում ենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նվազել են ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը, եւ դա այն պայմաններում, երբ հանրապետությունում տրանսպորտային միջոցների թիվը շարունակում է աճել, հասնելով գրեթե 1 միլիոնի։ Համայնքային ոստիկանությունը 1 տարի է ինչ ձևավորվել է։ Մենք շարունակում ենք հասցեագրել ինստիտուտի կայացման հարցերը։ Ծառայությունը մեկնարկել է գործառութային մեծ բազայով, նպատակ ունենալով փուլային սկզբունքով բեռնաթափվել ոչ ոստիկանական գործառույթներից եւ ավելի մեծ ռեսուրս ունենալ համայնքի հետ աշխատանքի համար։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ դադարեցրել ենք ոստիկանի կողմից տարբեր տեսակի ծանոթագրեր հանձնելու պրակտիկան։ Տարվա ընթացքում հանձնել շուրջ 30,000 ծանոթագիր նշանակում է այդքան ժամանակ չհատկացնել համայնքին։ Սրա կարիքն արձանագրել եմ անձամբ, մարզային այցելությունների եւ բնակիչների հետ շփման արդյունքում։ Միաժամանակ մշակում ենք ժամանակակից լուծումներ, առցանց համայնքային ֆորումներ, վիրտուալ համայնքային խմբեր, հեռախոսային հավելվածներ, սոցիալական հարցումներ, հետադարձ կապի համար, որով մեր բնակիչները կարող են ավելի սերտ շփում ունենալ իրենց համայնքի ոստիկանի հետ։ Այս հաղորդակցությունն է, որ թույլ է տալիս ավելի ու ավելի վստահել համայնքային ոստիկանին։ Հատկապես պարտավորեցնող է այն միտումը, որ ընտանեկան բռնության դեպքերի մասին անձինք սկսել են ավելի շատ ահազանգել համայնքային ոստիկանին։ Կարևոր է, որ ծառայողը ևս լինի այս մոտեցման կրողը։ Ոստիկանի կերպարը թղթային աշխատանք կատարողից պետք է վերափոխվի հանրությանը, համայնքին ավելի մոտ կանգնած, համայնքի խնդիրներին ավելի արագ արձագանքող ոստիկանի կերպարի, ինչը նշանակում է գործառնական ընթացակարգերի էական փոփոխություն։ Արդեն մշակել ենք աշխատանքի ամբողջական թվայնացման տեխնիկական առաջադրանքը։ Քաղաքացիների ահազանգերի սպասարկման համար ծառայությունը հագեցվել է տրանսպորտային եւ այլ տեխնիկական միջոցներով։ Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման նպատակով ներդրվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ համաձայն միջազգային ստանդարտի։ Օպտիմալացվել են ձերբակալվածների պահելու վայրերը, կրճատվելով 30%-ով։ Ձեռք ենք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 22, իսկ այնուհետև եւս 12 տրանսպորտային միջոց ձերբակալվածների ուղեկցումները արժանապատիվ կազմակերպելու համար։ Քրեական ոստիկանությունը եւս 1 տարի է ինչ գործում է։ Այն ձևավորվել է բաց եւ թափանցիկ ընդունելության միջոցով, որտեղ մասնակցել է նաեւ քաղաքացիական անձինք, իսկ պաշտոնի նշանակումները կատարվել են ուսուցման արդյունքներով։ Անձամբ մասնակցել եմ կադրերի ընտրության բոլոր փուլերին, գնահատելով նրանց պոտենցիալը քրեական ոստիկանության առջև դրվող նոր խնդիրների կատարման տեսանկյունից։ Այս հենասյունը նեղ մասնագիտացված մի խումբ ուղղություններով ունի նոր մոտեցման աշխատանքի դրական ազդակներ։ Թմրամիջոցների ապոնի շրջանառության դեպքերի հայտնաբերումն աճել է շուրջ 18%-ով։ Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընթացիկ տարում առգրավվել եւ շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 416 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա ցույց է տալիս, որ քրեական ոստիկանությունը պրակտիկայում իրացնում է նախարարության քաղաքականությունը, կենտրոնանալով թմրամիջոցների ներմուծման եւ արտադրության շղթայի վրա, ի սկզբանե դուրս բերելով շրջանառությունից մեծ խմբականակով թմրամիջոցներ եւ բացառելով հետագա տարածումը։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարում քրեական ոստիկանությունը շարունակում է զարգացնել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ աշխատանքը, իր ներդրումն ունենալ միջազգային օպերացիաներում, զարգացնել կարողությունները ինչպես տեղում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ընթացիկ տարում բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 3 խումբ։ Առաջիկայում ծառայությունը կվերազինվի կիբերլաբորատորիայով, ինչը թվային տիրույթում ոստիկանության դիրքերը կհզորացնի։ Միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ։ Մեզ համար շարունակում են առաջնահերթ լինել զենքի ապոնի շրջանառության խնդիրը, հրազենով կատարված հանցագործությունները։ Նախորդ տարվա համեմատ շուրջ 60%-ով աճել է առգրավված
հայտնաբերված եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվը։ Աճն իհարկե էական է, սակայն այն իրապես դեռ գոհացնող չէ։ Այս ուղղությամբ շարունակելու ենք ակտիվ աշխատանքը, հիմքում ունենալով, որ այս զենքերն այլևս գործի չեն դրվի։ Հարցի իրավական կողմին անդրադառնալիս ակնհայտ է, որ առկա է ոլորտն ավելի խիստ գործիքակազմով վերահսկելու հանրային պահանջ։ Արդեն իսկ կառավարություն է ներկայացվել զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում որոշակի լավարկումներ նախատեսող օրենքի նախագիծը, անդրադառնալով նաև պարգևատրական զենքերին եւ վերացնելով երկակի ստանդարտները։ Ներկա պահին մոնիտորինգի է ենթարկվում օրենքի ամբողջ տեքստը, զենքով կատարված հանցագործությունների դեմ պայքարն առավել թիրախային դարձնելու նպատակով։ Առանձին ուշադրություն դարձնելով նաև անչափահասներին, մեր նախաձեռնությամբ արգելվել է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, իսկ 16-ից մինչև 18 տարեկան անչափահասներին այդպիսի առարկաների, սարքերի կամ գործիքների կրումը։ Մեր թիրախը շարունակելու է լինել քրեական ոստիկանության ռեալ կարիքների հասցեագրումը, գործիքակազմի հզորացումը, որը թույլ կտա հատկապես կենտրոնանալ հանցագործությունների կանխման վրա։ Զուգահեռաբար մշակվում է նաև օպերատիվ տեղեկությունների ստացման համար արդիական նոր մոդել։ Սիրելի քաղաքացիներ, հանցավորության իրավիճակը եւ շարժընթացը միշտ ընթացիկ տարում եւս հասարակության կողմից ամենակննարկվող թեմաներից է։ Հասարակության կողմից զգայուն վերաբերմունքն այստեղ բնական է։ Այդ պատճառով կարևոր եմ համարում անդրադառնալ այս թեմային մանրամասն, բաց ու անկեղծ, ներկայացնելով իրական վիճակը մեր արձանագրած խնդիրներով եւ արդյունքներով։ Սկսեմ ընդհանուր բնույթի փաստերից։ Ընթացիկ տարում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0.7%-ով։ Հանցավորության կառուցվածքը շարունակում է մնալ կայուն։ Մեզ մոտ հանցավորության ընդհանուր կառուցվածքում 85.7%-ը բաժին է ընկնում ոչ բարձր հանրային վտանգավորություն ունեցող, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններին։ Իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է, եւ հանցագործությունների թիվը, որոնցով կա որպես մեղադրյալ ներգրաված անձ, աճել է 3.5%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով 9.9%-ով, ծանրերով 5.8%-ով։ Անդրադառնալով առանձին խումբ հանցագործություններին նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ չեմ խուսափում դրանց քննարկումից, այլ ճիշտ հակառակը։ Մենք ախտորոշել ենք խնդիրը եւ հետեւողականորեն մշակում ենք լուծումներ, որոնք երկարաժամկետում կայուն արդյունք պիտի թողնեն։ Օրինակ, սպանությունները հանցավորության մեջ շարունակում են մնալ առավել զգայուն թեմաներից։ Նշեմ, որ Հայաստանում սպանությունները կազմում են հանցավորության ընդհանուր կառուցվածքի 0.2%-ը։ Հանրապետությունում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները, որոնք վերջին տարիների կտրվածքով կտրուկ եւ վտանգավոր աճի տեմպեր չունեն։ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային հրապարակումներով 100,000 բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021 թվականին կազմել է 5.8 դեպք։ Նույն մեթոդաբանությամբ հաշվարկված տվյալները Հայաստանի համար եղել են զգալիորեն ցածր։ 2021 թվականին 2, 2022 թվականին 1.9, 2023 թվականին 1.8, 2024 թվականին 2։ Այս տվյալները փաստում են, որ Հայաստանը գտնվում է համաշխարհային միջինից էականորեն ավելի լավ մակարդակում։ Ավելին, միջազգային տարբեր կազմակերպությունների, հարթակների կողմից հրապարակվող վարկանիշային գնահատումներով մեր երկիրը համարվում է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը։ Այս առումով, իհարկե, կարող են հնչել առանձին դեպքերով որոշ հակափաստարկներ, սակայն վստահեցնում եմ, որ դրանք չեն կարող ստվերել ներքին անվտանգության այն բարձր մակարդակը, որն օբյեկտիվորեն առկա է Հայաստանում։ Այդուհանդերձ ես ամենևին հակված չեմ դիրքավորվելու այնպես, որ հանցավորության, մասնավորապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ անելիք չունենք։ Ընդհակառակը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծանր հանցագործություններն ունեն խորը արմատներ։ Դրանց հիմնական պատճառները մեծամասամբ սոցիալական, կրթական եւ առողջապահական բնույթի խնդիրների հետևանք են։ Ուստի կանխարգելման աշխատանքները իրականացնում ենք ոչ թե հետևանքների դեմ պայքարելու, այլ հենց պատճառների հաղթահարման տրամաբանությամբ, ձևավորելով համակարգված երկարաժամկետ կանխարգելիչ քաղաքականություն։ Լայն առումով սրան են ուղղված նաև կառավարության ջանքերն ու ռեսուրսները, որոնք ներդրվում են կրթության, առողջապահության, սոցիալական, իրավապահ եւ այլ ոլորտներում։
Հենց այս նպատակով ներքին գործերի նախարարությունում մշակվում է հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագիրը, որը մինչև տարեվերջ կներկայացվի կառավարություն։ Հանցավորության կանխարգելման ուղղությամբ փաստահեն քաղաքականություն վարելու կարողությունների ամրապնդման համար նաև մշակվել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը, որի արդյունքներով մինչև տարեվերջ ՆԳՆ կազմում կձևավորվի նոր մասնագիտացված ստորաբաժանում, հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։ Այս փոփոխությամբ ստեղծում ենք ամբողջովին նոր մարմին, որը կզբաղվի հանցավորության տվյալների վարմամբ, համապարփակ վիճակագրության ձևավորմամբ և արհեստական բանականության ու այլ վերլուծական գործիքների կիրառմամբ քրեաբանական հետազոտություններով, ինչը հնարավորություն կտա բացահայտել հանցավորության օրինաչափությունները, կանխատեսել հանցագործությունների հավանական ռիսկային գոտիները և դրանց հիման վրա ներկայացնել հանցավորության կանխարգելման ուղղված առաջարկություններ և ուղղորդող վերլուծություններ։ Բոլոր այս գործողությունների նոր մոտեցումներով աշխատանքը կազմելու հիմքում կրկին մարդն է, այս դեպքում մեր ծառայողը։ Սա է պատճառը, որ ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքների, նրանց բարևարքության, զարգացման հարցերը կան և պետք է շարունակել լինել մեր ուշադրության կենտրոնում։ Որևէ կասկած չունեմ, որ ոստիկանի աշխատանքը պետք է արժանի վարձատրություն ունենա ու գրավիչ լինի։ Ոստիկանության համակարգում պետք է ծառայեն բարևարք անձինք։ Այս առումով ընթացիկ տարում շարունակել ենք ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը։ Այն ծառայողների համար հնարավորություն է զգալի բարձրացնելու իրենց աշխատավարձերը, ընդհուպ կրկնապատկելու։ Նշեմ, որ մինչ օրս ատեստավորման բոլոր փուլերը հաղթահարել են 4602 ծառայողներ։ Այսօր համակարգում ատեստացիայի շնորհիվ օրինակ քրեական ոստիկան, ով նախկինում ստացել է շուրջ 285,000 դրամ դրամական բավարարում, ատեստացիան գերազանցությամբ հանձնելով ստանում է շուրջ 585,000 դրամ։ Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունը բարձրացնելու նպատակով հանդես ենք եկել նաև ոստիկանության ծառայողների համար նոր սոցիալական ծրագրի նախաձեռնությամբ, ըստ որի ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորման ծրագրերից։ Այն վերաբերելու է ոստիկանության բոլոր ծառայողներին, սակայն կլինեն առաջնահերթություններ կախված տարբեր հանգամանքներից, օրինակ տարածք, ծառայողի սոցիալական վիճակ և այլն։ Համակարգն առավել բանիմաց կադրերով համալրելու մեր հանձնառությունը կյանքի կոչելուն միտված քայլերը շարունակվել են նաև ընթացիկ տարում։ Օրենսդրական փոփոխությամբ վերացրել ենք ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային առավելագույն շեմի սահմանափակումը, ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր այն անձանց համար, ովքեր համապատասխանում են սահմանված մասնագիտական և բարևարքային չափանիշներին։ Հայտարարվել են ընդունելություններ։ Հետևողականորեն շարունակվում են ոստիկանությունում հատկապես կանանց ներգրավվածությունը խթանող տարբեր միջոցառումները և ծրագրերը։ Իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման արշավներ։ Փոփոխվել են ծառայության անցնելու համար սահմանված պահանջները։ Իրականացվել են ծառայություն անցնելուն խոչընդոտող հանգամանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքներ։ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում զարգացնում ենք համայնքային փրկարար կամավորական ջոկատները, ամրապնդում միջգերատեսչական համագործակցությունը, բարելավում ճգնաժամային հաղորդակցությունը և արդիականացնում վաղ ազդարարման համակարգը։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր բոլոր քայլերը մի նպատակ ունեն՝ ստեղծել ավելի անվտանգ, պատրաստված և դիմակայուն Հայաստան։ Նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած արտակարգ իրավիճակից հետո մեր միջազգային գործընկերների հետ իրականացրել ենք ազդեցության խորքային գնահատում։ Այս իրադարձությունը դիտարկել ենք որպես քաղած դաս, որի հիման վրա պետք է վերափոխենք մեր մոտեցումները։ Հենց այս գնահատումների տրամաբանությամբ այս տարի ընդունվել է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականից։ Զուգահեռաբար մշակվել է քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը, հստակեցնելով պետության, համայնքների և կազմակերպությունների դերերը, սկսած պատրաստականությունից մինչև ապաստարանների արդիականացում և արագ կառուցվող թաքստոցների պլանավորում։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում այն համոզմունքն ունեմ, որ պետությունն ու մասնավորը պետք է ձևավորեն փոխգործակցության կայուն և արդյունավետ համակարգ։ Այս համոզմունքն է եղել նաև տեխնիկական անվտանգության և նյութական պահուստի ոլորտի զարգացման հայեցակարգերի հիմքում, որը հաստատվել է կառավարության կողմից։ Ներքին գործերի նախարարությունը մշակելու է ոլորտի քաղաքականությունը, սահմանելու կանոնները, ապահովելու հսկողությունը
Իսկ մասնավոր ոլորտը շուկայի մրցակցության պայմաններում ապահովելու է պետության սահմանած խաղի կանոններին համապատասխան գործընթաց։ Այս տրամաբանության հողի վրա իրականացման օրինակ է այն, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարման փուլում է գտնվում տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը, թողնելով հարթակը մասնավոր ոլորտին, ապահովելով բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստելով ոլորտում ձեռնարկատիրության զարգացմանը, սպառողների շահերի պաշտպանությանը։ Այս համատեքստում քաղաքականության մշակման լիազորությունն իրացնելով արդեն իսկ մեկնարկել ենք արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի թվայնացման աշխատանքները։ Սահմանել ենք ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների, կառուցվածքի, վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։ Կարևոր նվաճումներ ունենք նաև սեյսմիկ պաշտպանության ոլորտում։ Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է թվային սեյսմոգրաֆների ցանցի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում։ Սա ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Սա միջազգային կարևոր գնահատական է Հայաստանի ջանքերի մասին։ Զուգահեռաբար սա նաև կանխատեսելի գնահատական էր մեզ համար, քանի որ Գառնիի սեյսմիկ կայանը տարածաշրջանային միակ միջազգային կայանն է։ Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը սեյսմիկ վտանգի հուսալի մոնիտորինգի ապահովումն է։ 2026 թվականից իրականացնելու ենք ամբողջ դիտացանցի լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ։ Անդրադառնալով փրկարար ծառայության ոլորտում կատարված աշխատանքներին, նշեմ, որ ընթացիկ տարում մշակել ենք և արդեն հաստատել փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը, որը ներառում է ծառայության ինստիտուցիոնալ, տեխնիկական և մասնագիտական կարողությունների համալիր զարգացում, ներառյալ նոր և օպտիմալ կառուցվածքային մոդելի ձևավորում։ Հայեցակարգի շրջանակում մինչ այս տարվա ավարտը կիրականացվեն փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները, իսկ 2026-ին տարածքային ստորաբաժանումներին է։ Նախատեսվում է փրկարար ծառայության կամավորական համակարգի զարգացում, հատուկ սոցիալական և իրավական երաշխիքների սահմանմամբ։ Զուգահեռաբար սահմանել ենք, որ փրկարար ծառայող հնարավոր է դառնալ բացառապես ՆԳՆ կրթահամալիրում բազային կուրս անցնելու պայմաններում։ Այստեղ ըստ էության մենք ամրապնդում ենք վարվող կադրային քաղաքականությունը, քանի որ համակարգ հնարավոր է մուտք գործել միայն համապատասխան պատրաստվածությամբ։ Արդեն իսկ հաստատված են կրթական տարբեր ծրագրեր, որոնք թույլ են տալիս բարելավել կարողությունները։ Փոփոխվել են վարքագծի կանոնները։ Պրակտիկ արդյունքներին անդրադառնալով նշեմ, որ ՀՀ տարածքում արդեն իսկ գործում է կամավորական հրշեջ փրկարարական 11 հենակետ։ Դրանցից 2-ը ձևավորվել են 2025 թվականի ընթացքում, իսկ նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են նաև 2026 թվականի ընթացքում։ Բացվել է Ստեփանավանի մասնաշենքը։ Մեծ թափով ընթանում են Սևանի ջրափրկարարական կայանի, Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Առաջիկա օրերին կմեկնարկի նաև շինարարությունը Բաղրամյանում։ Փրկարար ծառայության նյութատեխնիկական հագեցվածության առումով ծառայության հաշվեկշռում առկա և հնամաշ հրշեջ փրկարարական մեքենաները փոխարինվելու են նորերով։ Ըստ հաստատված ծրագրերի ձեռք են բերվելու շուրջ 90 հրշեջ փրկարարական ավտոմեքենա և հատուկ տեխնիկա։ Փրկարար ծառայությանն արդեն իսկ մատակարարվել են մարտական հանդերձանք և փրկարարական գործիքներ։ Զարգացման մեր տեսլականն այս ծառայության մասով քաղաքացուն առավել օպերատիվ արձագանքելու նպատակն է, իսկ փրկարարը պետք է ունենա դրան համահունչ աշխատանքային պայմաններ։ Այս համատեքստում ընթացիկ տարում ակտիվորեն շարունակվել է փրկարարների ատեստավորման գործընթացը։ Մինչ այս պահը ատեստացիայի բոլոր փուլերը հաղթահարել են 943 ծառայողներ։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է շուրջ 557,000 դրամ դրամական բավարարում, նախկին շուրջ 297,000 դրամի փոխարեն։ Ավարտական փուլում են ՆԳՆ կազմում ահազանգերի կառավարման 1 միասնական կենտրոնի, 112-ի ձևավորման աշխատանքները։ Գրասենյակը ստեղծվելու է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման արդյունքում։
Քաղաքացին այլևս ստիպված չի լինելու ինքնուրույն կողմնորոշվել, թե արագ արձագանքման որ համարով զանգահարել օգնության համար։ Ներքին գործերի նախարարության այս նոր գրասենյակը պահպանելու է միջազգային լավագույն ստանդարտը։ Յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել 10, իսկ հարցերը տալ, ահազանգը վերլուծել ու համապատասխան ուժերին փոխանցել առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։ Ներքին գործերի նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտում բազմաթիվ բացասական կարծրատիպեր կան հանրային ընկալումներում։ Իմ հանձնարարությունը եւ համապատասխանաբար աշխատակազմի ջանքերն ուղղված են ազատվելու այս ընկալումներից։ Ավելին, փոխակերպելու այդ պատկերացումները եւ դիրքավորվելու որպես հանրային ծառայությունների մատուցման նորարար եւ մոդեռն ձևաչափ ներդնող դերակատար։ Մեր ընտրած ճանապարհը ամենադյուրինը չէ, ապավինում ենք հանրային համբերատարությանը, քանի որ մտադիր ենք հիմնարար եւ խորքային բարելավումներ կատարելու։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գործառույթների տիրույթում արձանագրել ենք մի շարք նշանակալի առաջընթացներ բարեփոխումների օրակարգում։ Ինչպես նաեւ ներդրվել են միջնաժամկետ լուծումներ ուղղված ծառայությունների թվայնացմանը, որակի եւ արդյունավետության բարձրացմանը։ Նոր ձևաչափով շրջիկ ծառայությունը գործարկեցինք մարտին։ Շրջիկ գրասենյակները բոլոր մարզերում պարբերաբար մատուցում են ՆԳՆ հանրային ծառայություններ, առավել մատչելի դարձնելով դրանք հատկապես շարժունության խնդիր ունեցող բնակչությանը։ Առ այսօր կատարվել են մոտ 1000 գործարքներ։ 2025 թվականի ընթացքում առաջին անգամ ամռան բարձր սեզոնին ծառայության ստորաբաժանումներում անձնագրային գործողություններ կատարելու համար կուտակումներ չեն արձանագրվել եւ հնարավոր է դարձել սպասարկվել ընդհուպ նույն օրը, այդ թվում նաեւ Երևանում։ Ծառայությունում թվայնացման լայնամասշտաբ գործընթացները արդեն արդյունքների ապահովման, պրոդուկտների գործարկման փուլում են։ Ծառայությունները տեղափոխվում են էլեկտրոնային միջավայր, բոլոր ուղղություններով։ Արդեն իսկ նախագործարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության առնչվող դիմումների հարթակը, որը ողջ ծավալով կգործարկվի 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջիկայում կգործարկվի փաստացի հաշվառման էլեկտրոնային հարթակը։ Թվայնացման ակտիվ փուլում են գտնվում կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը, որոնք կբարելավեն մեր երկրի օտարերկրացի միգրանտների կյանքը, բնակության օրինականությունը արագ եւ որակյալ կերպով ապահովելու իմաստով։ Նախկին թեժ գծին փոխարինելու է եկել ծառայության զանգերի կենտրոնը 8422 կարճ հեռախոսահամարով, որտեղ օրական ստացվում է շուրջ 800 զանգ, բացառելով բաց թողնված զանգերը։ Շահագործման հանձնման փուլում է ապաստան հայցողների համար կառուցված նոր հատուկ կացարանը։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բարեփոխումների օրակարգում երկու խոշոր ծրագիր կա, որոնց իրականացմամբ քաղաքացին անմիջականորեն զգալու է հանրային ծառայությունների թվային փոխակերպումը մեր պետությունում։ Խոսքս բնակչության պետական նոր ռեգիստրի եւ բիոմետրիկ նոր համակարգի մասին է։ Բնակչության պետական նոր ռեգիստրը դառնալու է անձի մասին տեղեկությունների միակ եւ ճշմարիտ աղբյուրը։ Նոր ռեգիստրի գործարկմամբ փակելու ենք քաղաքացուն կամ օտարերկրացուն տարբեր մարմիններ անվերջ ուղղորդելու հնացած պրակտիկան։ Անձը ինքն է սեփական տվյալների տնօրինողը, եւ այս սկզբունքով յուրաքանչյուր ոք հասանելիություն է ունենալու սեփական օգտահաշվին, տվյալները փոփոխելու հայտ է ներկայացնելու առանց նույնիսկ տնից դուրս գալու։ Տեղեկանքների տրամադրման ձևաչափը եւս այլևս վաղուց ժամանակավրեպ է։ Մենք ապահովելու ենք թվային էկոմիջավայր սեփական տվյալները ցանկացած պահի եւ ցանկացած ձևաչափով վերծանելու եւ օգտագործելու համար։ Եռում փուլում են լայնամասշտաբ եւ բազմաշերտ աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում նոր կենսաչափական համակարգ ներդնելու ուղղությամբ։ Շուտով արդեն մեր քաղաքացիները ականատես կլինեն ծավալուն շինարարական աշխատանքների հանրապետության բոլոր մարզերում։ Մասնավոր գործընկերոջ Հայփաս ընկերության կողմից առաջարկվել եւ մեր կողմից արդեն իսկ հաստատվել են 13 գրասենյակներ, եւս 10-ը ընտրության փուլում են։ Հիմնովին վերանորոգվում է վարչական շենքը, որը ծառայելու է նաեւ որպես միջազգային ստանդարտներով կառուցվող տվյալների կենտրոն։ Այստեղ են իրականացվելու անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման եւ տպագրման աշխատանքները։ Շենքն ամբողջովին նորոգված, ամրակայված, կահավորված եւ վերազինված կլինի։ Նույն բարձր ստանդարտով 24 ժամ մոնիտորինգային գործիքակազմով, տեխնիկապես հագեցված հարմարավետ գրասենյակներով։ Այսպիսով մենք արժանապատիվ պայմաններ ենք ապահովում նաեւ աշխատակազմի համար, որովհետեւ հավատում ենք, որ որակյալ ծառայությունների մատուցումը սկսվում է այստեղից։ Երևանում ամենաբանուկ առևտրի 2 համալիրներում, մոլերում կբացվեն գերժամանակակից գրասենյակներ, կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով,
մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով։ Սրանով մենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանենք Հայաստանի Հանրապետությունում, փակելով անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը։ Զուգահեռաբար մեր թիմը ակտիվ աշխատում է անձը հաստատող փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման և անվտանգային բաղադրիչների վերջնականացման ուղղությամբ։ Բացի նրանից, որ մասնավոր գործընկերը, լինելով ոլորտի միջազգային ամենահեղինակավոր դերակատարներից մեկը, ապահովում է ամենաբարձր ստանդարտի անվտանգային փաստաթուղթ, մենք անում ենք ամեն հնարավորը անձնագրի էսթետիկ ձևավորումը ևս բարձրագույն նշաձողով ապահովելու համար, որպեսզի ինչպես փաստաթուղթը կրող մեր քաղաքացիները հարազատության և հպարտության զգացում ունենան թերթելով այն, այնպես էլ տարբեր պետությունների սահմանապահները տպավորվեն։ Դե իսկ նույնականացման քարտի բլանկի վերջնական տարբերակը հաստատեցի բառացիորեն օրեր առաջ, եւ այն արդեն իսկ ուղարկվեց մեծաքանակ տպագրության։ 2026 թվականի երկրորդ կիսամյակին շրջանառության մեջ կմտնեն նոր բիոմետրիկ փաստաթղթերը։ Մեր ուշադրությունից անմասն չեն մնացել նաև ոստիկանությունից քաղաքացիական կառավարման ներքո տեղափոխված հաշվառման քննական ծառայությունները։ Այստեղ ևս հանրային կարծրատիպերի փոխակերպման խնդիր ենք մեր առջև դրել։ Եվ այդ ուղղությամբ հասցրել ենք կարճ ժամանակահատվածում կյանքի կոչել մի շարք շրջադարձային նախաձեռնություններ, հիմքում կրկին ունենալով քաղաքացու հարմարավետության առաջնահերթությունը։ Այս նպատակով ներդրվել է հիբրիդային հերթագրման նոր համակարգ, որով քաղաքացին ինքն է ընտրում իրեն հարմար օրը, ժամը և վայրը սպասարկվելու համար։ Սա փակել է հանկարծակի ստացվող ծանոթմամբ ստորաբաժանում հրավիրվելու բացասական պրակտիկայի էջը։ Քաղաքացուն ազատել ենք ավելորդ փաստաթղթերը ֆիզիկապես իր մոտ պահելու բեռից, ինքներս ստանձնելով տվյալի ստուգումը։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում են թվային վարորդական վկայականներ և հաշվառման վկայագրեր։ Անցյալ տարի շատերիս գուցե անհավատալի թվար, որ ավտոմեքենայի առուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու, մի քանի րոպեում։ Բայց այսօր արդեն ներդրել ենք թվային տիրույթում առուվաճառքի իրականացման Carmia Gov.am առցանց հարթակը։ Ավելին, հաշվառման համարանիշն ու վկայագիրը կարող եք ստանալ փոստային առաքման միջոցով։ Առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ ունենք։ Հարթակը պետք է վերածվի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարքի միակ կետի, որտեղ կարող եք տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ապա պայմանագիր, ստանալ տեղզնության պատկերը եւ այլն։ Մեր քաղաքացիների համար ստեղծել ենք հնարավորություն վարորդական վկայական ստանալու տեսական եւ գործնական քննությունները հանձնել հաշվառման քննական տարբեր ստորաբաժանումներում։ Լրացուցիչ վճարի հիմքով քննությունը հանձնել արտահերթ։ Քննական գործընթացը թափանցիկ եւ օբյեկտիվ իրականացնելու համար ձեռք ենք բերել նաեւ տեսախցիկներ։ Առաջիկայում քննական ավտոմոբիլները կկահավորվեն դրանցով։ Մարզային այցելություններիս ընթացքում դիտարկել եմ գործող բոլոր ստորաբաժանների շենքային պայմանները, լսել քաղաքացիների կարծիքները։ Ես այն համոզմանն եմ, որ մեր քաղաքացիները այս ծառայությունները ևս պետք է ստանան արժանապատիվ պայմաններում։ Գույքագրված են այն ենթակառուցվածքները, որոնք պետք է վերափոխվեն։ Սիրելի քաղաքացիներ, մենք ուշադրությամբ հավաքագրում և վերլուծում ենք ձեր արձագանքները նախարարության կողմից մատուցված հանրային ցանկացած ծառայության առնչությամբ։ Նախարարության ծառայությունների որակի վերահսկողության վարչության ամենօրյա աշխատանքը հենց դրան է միտված։ Իսկ ծառայողների, աշխատակիցների բարևարքության, կարգապահության հարցերը ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության օբյեկտիվ և մշտական դիտարկման ներքո են։ Միջազգային համագործակցության համատեքստում կարևոր նվաճում եմ համարում այս տարվա նոյեմբերի 5-ին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի փոխանցումը Հայաստանին։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, ուզում եմ ընդգծել, որ այս ծրագրի փոխանցմանը նախորդել է հսկայածավալ աշխատանք, տարբեր առաքելությունների հետ քննարկումներ, փոխադարձ այցեր։ Արդյունավետ և կառուցողական հանդիպումների շարք ենք ունեցել Բրյուսելում, ԵՄ հանձնակատարների հետ։ Եվրոպական գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և մինչ այս պահը գրանցած հաջողությունները։
Հայաստանն ամենաարագն է հասել այս հանգրվանին, եւ ներքին գործերի նախարարությունը որպես հայկական կողմի համակարգող ներդնելու է առավելագույն ջանքը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավոր ամենակարճ ժամկետում ստանան ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի տեղաշարժվելու առավելությունները։ Այս համատեքստում Եվրոպական միության ֆինանսավորմամբ օրեր առաջ մեկնարկել ենք շուրջ 5 միլիոն եվրո բյուջեով նոր ծրագիր, որը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև փրկարար ծառայության եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը, ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։ Այստեղ փակագծերը շատ չեն ցանկանում բացել, սակայն վստահեցնում են, որ այս ոլորտներում ունենալու ենք մոդեռն եւ նորարար մոտեցումներ, ինտեգրելու ենք ոլորտի ՏՏ լուծումները։ Կարևորում եմ կրկին ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև Լիտվայի եւ Լատվիայի հետ համագործակցությամբ ՆԳՆ ձևավորման փուլում իրականացված ծրագիրը, որով մի շարք արդյունքներ են գրանցել։ Շարունակել ենք ակտիվ համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ընթացիկ համատեղ քայլերից զատ սկսել ենք ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխմանը նվիրված ծրագրի իրականացումը, որն ունի շուրջ 1.6 միլիոն դոլար բյուջե։ Արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ ուղղված համակարգի կադրերի հավաքագրման, վերապատրաստման, առաջխաղացման, կատարողականի գնահատման եւ ընդհանրապես մարդկային ռեսուրսների կառավարման նոր մոդելի մշակման ուղղությամբ։ Հնգամյա ծավալուն եւ հավակնոտ համագործակցության ծրագիր ենք մշակել Շվեդիայի միգրացիոն իշխանությունների հետ, որի շրջանակներում հասցեագրել ենք ոլորտի զարգացման ուղղված մեր տեսլականը, դրա առանձին բաղադրիչները, ինչպես օրինակ կենսաչափական փորձագիտության ձևավորումը, կեղծ փաստաթղթերի դեմ պայքարը։ Համագործակցության ուղղություններ ենք հաստատել Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի, Ապաստանի միգրացիայի եւ սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարարների հետ։ Լիտվայի ներքին գործերի նախարարի հետ ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման մասին երկամյա գործողությունների ծրագիրը։ Միջազգային համագործակցության համատեքստում պետք է ընդգծեմ նաև Վրաստանի հետ ձևավորված փոխվստահությունն ու սերտ շփումների նոր բովանդակությունը։ Հանդիպումները Վրաստանի վարչապետի եւ ներքին գործերի նախարարի հետ ամրապնդել են մեր գործընկերությունը։ Այս համագործակցության արդյունքներից է ռեադմիսիոն հետընդունման համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություն է ստեղծում միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման համար։ Աշխատանքային այցով եղել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի եւ Էմիրությունների փոխվարչապետ ներքին գործերի նախարարի հետ, քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ պլանավորել զարգացնել այդ ուղղությամբ համատեղ օրակարգը։ Ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որով փոխադարձ ճանաչվում են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների կողմից տրվող վարորդական վկայականները։ Այսքանով բնականաբար չի սահմանափակվում մեր աշխատանքը միջազգային գործընկերների հետ։ Մի շարք հանդիպումներ են կայացել նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացությունների, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկել ենք համագործակցության նոր ծրագրեր եւ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Թե այս աշխատանքներում, թե մնացյալ աշխատանքներում նախարարությունը մշտապես բաց է գործել։ Մեր ողջ աշխատանքի ներգրաված են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում նախարարին կից հասարակական խորհրդի ձևաչափով։ Նոր մոտեցմամբ ձևավորել ենք նաև նախարարին կից երիտասարդական խորհուրդ, որի անդամները ներգրաված են ամենատարբեր ոլորտների մեր բարեփոխումներում։ Ներքին գործերի նախարարության գործունեությունը հնարավորինս թափանցիկ ներկայացվում է մեր հասարակությանը։ Աշխատանքի հիմքում հաշվետվողականության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Սերտ աշխատանքը նաև մեդիա դաշտի հետ։ Այս մեկ տարվա ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, մրցույթներ, սեմինարներ, հանդիպումներ, ասուլիսներ ու քննարկումներ, ճեպազրույցներ եւ այլն։ Նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության կողմից իրականացվել են արշավներ, պատրաստվել հաղորդաշարեր, բացվել են պաշտոնական կայքեր եւ սոցհարթակներ։ Իրազեկումների նպատակն է բարձրացնել մեր քաղաքացիների իրավագիտակցությունը, նրանց զերծ պահել հանցագործությունների զոհ դառնալուց, տարբեր տեսակի աղետների դեպքում տեղեկացնել վարքագծի կանոնները։ Միաժամանակ արտակարգ իրավիճակներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով Լոռու մարզում իրականացրել ենք պիլոտային ծրագիր ՆԳՆ ոստիկանության եւ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համար։ Բեմադրվել են մամուլի ասուլիսներ, որտեղ մասնակիցները հանդես են եկել որպես խոսնակներ, ներկայացնելով իրավիճակի զարգացման ընթացքը, պատասխանատու մարմինների արձագանքն ու իրականացված քայլերը։ Առաջիկայում այս ծրագիրը շարունակելու ենք Հայաստանի ողջ տարածքում։ Սիրելի քաղաքացիներ,
Այս ամենը հնարավոր չէ լինի առանց մեր թիմի նվիրված աշխատանքի եւ գործընկերների աջակցության, առանց ձեր վստահության եւ համբերատարության։ Մենք շարունակելու ենք ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա պետական մարմիններում մեկնարկած բարեփոխումների խորքային գործընթացը, ուղղված անվտանգ միջավայրի ձևավորմանը, ծառայությունների որակի եւ հանրային վստահության բարձրացմանը, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում մի նոր փուլի սկիզբ է։